սիրելի հայրենակիցներ, ես Իրինան եմ Արցախից, ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։ Մենք ավելի ենք ոգևորվում, երբ որ տեսնում ենք, խոսում ենք ասել, բարի ներեսի, անպար նախագահի, Արցախը հայկական պահող նախագահի, դաստիարակված ընտանիքի տեր մարդը, ով օրինակ, երբեք չենք սիրել մեր տներ կամ դեպքամբեր, նախագահ, մեզ համար հավերժ նախագահ, հզոր նախագահ, ավելի ենք ոգևորվում և վստահ ենք, որ վերակարգ լինելու է Արցախ, միայն ձեր շնորհիվ, ու կրկնել հետևյալ խոսքերը։ Իրոք դուք դրական օրինակ եք մեզ համար։ Արժանապատիվ խաղաղություն ասածը համից գաղափար է, որ իմաստ, ես հավատում եմ արժանապատիվ խաղաղությանը, ես խաղաղություն չեմ ուզում, ուզում ենք արժանապատիվ խաղաղություն հզոր դաշնակիցների և վստահ եմ, որ մի օր նորից ազգի ավազանում ուղի հայ բնակվի Արցախը, նորից քարավանի նավից բռնած մասից ելնենք, դուք ասում եք ինձ մի սիրեք, բայց մենք սիրում և հարգում ենք ձեզ, սիրում ենք նորը մասիսի, սիրում ենք ները մռովի, սիրում ենք ֆանք ռանդի և ֆանք նավասի, ուզում ենք վերադառնանք և նորից շենացնենք մեր տները։ Պարոն նախագահ, ասեցի, որ մեզ համար դուք միշտ նախագահ եք, ուզում ենք իրոք, որ վերադառնանք Արցախ և հարցս հետևի անել ձեզ։ Դուք ինչպես եք պատկերացնում մեր վերադարձը Արցախ, ինչ ծրագրեր ունեք Արցախ վերադառնալու մասին, շնորհակալ եմ այս միջոցառում։ Այս հանդիպումը կազմակերպելու և իրականացնելու համար, մեզ ոգևորելու, նոր մշտավորվելու համար։ Շնորհակալություն, երևի ընդհանուր հարցերի մեջ, որոնք այսօր Հայաստանի առջև կանգնացին, բարդ հարցը այդ հարցը։ Նախ վերադառնալու համար պետք է ճանաչի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստան որպես պետություն նույնիսկ չի ուզում խոսալ ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Վերադառնալու իրավունքը եթե չի ճանաչում, ապա ընդհանրապես խոսալ վերադառնալու մասին որքան իմաստ։ Եվ առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք, հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է գոթում և շատ դժվար է այդ երկել կամ մերժել այդ իրավունքի արկայությունը ընդհանրապես հարաբաց այդ իրավունք հայրով։ Դրանից հետո պետք է գնա հետևյալ վերադարձնող մարդիկ պետք է անվտանգ լինեն ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Սա է ուղղակի այդ տրամաբանությունը ընդհանրապես և այդ տրամաբանության շրջանակներում այո հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանակ է պահանջելու, այո ժամանակ է պահանջելու։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելով լավատեսություն հավատալ ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ է եղել, որ թվում է, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Դու եթե չես հավատում մի հարցի լուծման մեջ, երբեք այդ հարցը երբեք որևէ լուծում չի ստանալ։ Ուրեմն մոտեցում է ալգորիթմը, այսպես ասենք, այդ հարցի կարգավորման դրանից։ Եվ հիմա մենք խոսում ենք իրավունքի վերադարձի ճանաչման մասին։ Միջազգային։ Դրանից պետք է սկսել։